Հայը հայի հետ չի քայլում այնպես, ինչպես այլոք են, լուռ, օտարի պես։ Հայը հայի հետ քայլում է այնքան, մինչև սրտերը նրանց նույնանան։ Հայը չի կարող ծիծաղել այնպես, ինչպես որ այլոք, անհոգ մանկան պես։ Հայի ծիծաղում կա դրոշմի պես մահից փրկվածի թախիծը ասես։ Շուրջ 2500 տարի առաջ Պարսից կայսրությունից դեպի հյուսիս այժմյան Իրանի տարածքում մի փոքր երկիր կար։ Պարսից դարեարքան նվաճում է այդ երկիրն ու այն կոչում Արմինա։ Դարեարքան իր հաղթանակներով հպարտացած մի հսկայական ուղղաձիգ ժայռի վրա փորագրում է։ Ես արքայից արքա մեծ ընդարեհն եմ։ Եվ սրանք են այն երկրները, որտեղ թագավորել եմ. Էլամ, Բաբելոն, Արաքոսիա, Սարդիս, Արմինա։ Դարեի գրաված երկրները 23-ն էին։ Բոլորն անհետացել են։ Բայց հայերն ապրում են։ Օտարները հայերին համարում են ընդգծված անհատականությամբ ինքնատիպ ժողովուրդ։ Նրանց դարավոր գոյատևումը զարմանալի է, նախադեպը չունեցող եւ գրեթե անհավանական։ Եվ այսպես ովքեր են հայերը, որտեղից են նրանք, եւ ինչպես է որ անհամար կորուստներին, թշնամիների անթիվ հարձակումներին, կրոնական պատերազմներին եւ զանգվածային ոչնչացումներին հակառակ գոյատևել են։ Երբ նայում ես հայերի անցած ճանապարհին, տեսնում ես աքսոր, տեղահանություն, կոտորած։ Այդ ամենից հետո թվում է, թե ոչ մի հայ չպետք է մնար։ Մինչդեռ այսօր ամբողջ աշխարհում 6-ից 7 միլիոն հայ կա։ Նրանք ապրում են Լոս Անջելեսից մինչև Բեյրութ եւ մինչև Սիդնեյ հասնող Բարգավաճ Սփյուռքում։ Նրանք ունեն իրենց երկիրը եւ 1700-ամյա քրիստոնյա եկեղեցին։ Ինչպես է դա հաջողվել նրանց։ Ես դասական տեսակետի կողմնակից եմ, համաձայն որի առաջին հայախոսները տեղահանվել են Անատոլիայից, մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի կեսին, իսկ մեր թվարկությունից շուրջ 1500 տարի առաջ կամ մի փոքր ավելի ուշ նրանք Բալկանյան թերակղզուց տեղափոխվել են հայկական բարձրավանդակ։ Գիտնականների մեկ այլ խումբ պնդում է, որ հայերը բնիկ ժողովուրդ են։ Այսպես թե այնպես հայերը նույն տարածքում ապրել են ուրարտացիների հետ, ովքեր ունեին իրենց թագավորությունը։ Այսպիսով, երբ հայերն այս տարածք են գալիս, միաձուլվում են ուրարտացիներին։ Այդ մասին վկայում են ժամանակակից հայերենում պահպանված մի շարք բառեր, որոնք ուրարտական ծագում ունեն։ Ժամանակի հետ հայերն սկսում են առանձնանալ իրենց ազգային անհատականությամբ, որը կարելի է նկարագրել իբրև տեղահանության լեգենդ կամ իբրև ինքնապաշտպանության եւ գոյատևման խելահեղ ընթացք։ Հայերը, ինչպես եւ հրեաները, իրենց գոյության ամբողջ ընթացքում ստիպված են եղել պայքարելու ֆիզիկական գոյատևման համար։ Հայերի համար գոյատևումն ավելին էր, քան բնաջնջման մեծ վտանգի պայմաններում կենդանի մնալը։ Այն ավելի շուտ պատմական կենսափորձի ձեռքբերման նախապայման էր։
Հայերի ազգային նկարագիրը, որ Արևելքի եւ Արևմուտքի, Պարսկաստանի եւ Հին Հունաստանի ազդեցությունն էր կրում, Քրիստոսի ծնունդին նախորդող տարիներին սկսեց առանձնանալ իր ինքնատիպությամբ։ Դա անհանգստացնում էր հզոր հարևաններին։ Քրիստոնեությունից առաջ հայերը Հռոմի կայսրության ամենամեծ թշնամին դարձան։ Պատմիչ Տակիտոսը նշում է, որ հայերին շատ լավ խորհրդանշում է իրենց Արաքս գետը, որը ոչ մի կամուրջ չի հանդուրժում։ Ալեքսանդր Մեծը միշտ շրջանցում էր Հայաստանը եւ երբևէ չէր փորձում նվաճել այն։ Մի անգամ նա երկու գեներալներ է ուղարկում հայերին ոչնչացնելու, սակայն հայերը բռնում են գեներալներին ու կախում մոտակա ծառից։ Ազգային ամբողջականություն ունենալով հանդերձ, հայերը չունեին կրոնական միասնականություն։ Երկրում գործում էին բազմաթիվ հեթանոսական դավանանքներ, այդ թվում զրադաշտությունը, որի հետևորդները երկրպագում էին կրակը։ Բայց շուտով բոլոր մանր ու մեծ դավանանքները վերացվեցին, երբ հայերը ազգովի նոր կրոն ընդունեցին։ Հայերի կրոնափոխության պատմությունը լեգենդ է, թե իրականություն բնույթով էպիկական է։ Չորրորդ դարի սկզբին հայոց հեթանոս Տրդատ թագավորը խոր վիրապում, բանտարկում եւ մահվան է դատապարտում Գրիգոր անունով մի բարեպաշտ վանականի։ Նույն ժամանակ Տրդատ թագավորն իր առաջարկը մերժելու համար սպանել է տալիս Հռիփսիմեին, մի գեղեցիկ հույն միանձնուհու։ Այս չարագործությունների համար Տրդատ թագավորը վայրի խոզ է դառնում։ Իսկ Գրիգոր վանականը շարունակում է տառապել բանտում։ Հայտնի է, որ այն ժամանակվա խցերը ներկայիս բանտերի նման չէին։ Բանտարկյալներին գցում էին գարշահոտ հորը, որտեղ նրանք տառապում էին խոնավությունից եւ միջատների առատությունից։ Ավանդության համաձայն Գրիգոր վանականը վիրապում փակված է մնում 14 տարի։ Նրան գաղտնի անցքից կերակրում էր մի բարի կին։ Գրիգորին խցից դուրս են բերում, որպեսզի թագավորին ազատի անիծված ճակատագրից։ Գրիգորն աղոթում է եւ թագավորը կրկին մարդկային կերպարանք է ստանում։ Այս հրաշքից հետո Տրդատ թագավորի հրամանով քրիստոնեությունը Հայաստանում հայտարարվում է պետական կրոն։ Հայերի քրիստոնեացման տարեթվի շուրջ երկար վիճաբանություններ են եղել։ Ընդունված տարեթիվը 301 թվականն է, բայց կարծիքներ կան, որ այն կարող է լինել ավելի շուտ, 284 թվականը կամ ավելի ուշ, 314-ը։ Ինչևէ, փաստ է, որ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է։ Հավատքի մեջ ձևավորել է ազգային ոգի եւ ազգային գիտակցություն։ Քրիստոնեական հավատքն այնքան խորն է թափանցել հայի էության մեջ, որ նույնիսկ 5-րդ դարի սկզբում հայը կարող էր ասել, որ քրիստոնեությունն իր մաշկի գույնն է, ու այն անբաժան է իր էությունից։ Յուրաքանչյուր ազգ ինքնատիպ է, սակայն հայերն ինքնատիպ են յուրովի։ Քանի որ հայերը քրիստոնյա էին, առաջին քրիստոնյա պետությունը աշխարհում եւ շրջապատված էին ոչ քրիստոնյա հզոր հարևաններով, ստիպված էին մշտական պայքարի մեջ լինել իրենց անկախությունը պահելու համար։ Այս հանգամանքն է մեծապես պայմանավորել հայերի ինքնատիպությունը։ Պատմության մեջ մեր ժողովուրդը շատ անգամ ստիպված է եղել լքել իր հայրենիքը եւ ապաստան փնտրել օտար երկրներում։ Եվ ամեն անգամ, երբ հայերը հաստատվել են որևէ երկրում, առաջին հերթին եկեղեցի են կառուցել, որովհետև նրանք իրենց գոյությունը միշտ կապել են հավատքի հետ։
Այս փորագրությունը հայերեն հայտնի ամենահին գրությունն է։ Այստեղ հայ կնոջ անուն է գրված՝ Անանիա։ Այն փորագրվել է 5-րդ դարի սկզբին, ներկայիս Իսրայելի տարածքում։ Մինչև 5-րդ դարը հայերեն գրավոր հիշատակություններ չկան, քանի որ մինչ այդ գոյություն չի ունեցել հայերեն այբուբեն։ Անհրաժեշտության դեպքում, հատկապես պաշտոնական գրությունների համար հայերը գործածում էին օտար գրեր, ինչպես օրինակ հունականը։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Մեսրոպ Մաշտոց անունով մի մարդ ձեռնարկում է ստեղծել հայերեն այբուբենը։ Մաշտոցը հոգևորականի ընտանիքից չէր։ Ցածրաստիճան ազնվականի որդի էր։ Այբուբեն ստեղծելու համար նա շրջում է մերձավոր արևելքում եւ ուսումնասիրում արամերեն, հունարեն, պարսկերեն գրերը։ Բայց այբուբենն իր վերջնական տեսքը ստանում է միայն աստվածային տեսիլքի շնորհիվ։ Հայերեն գրերը քարի վրա դրոշմված հրաշքով հայտնվում են նրա առաջ, ինչպես Մովսեսի առաջ Աստծո 10 պատվիրանները։ Սեփական գրերի ստեղծումը մեծապես նպաստում է հայ ժողովրդի կայացմանը, նրա պահպանմանն ու զարգացմանը։ Կարծում եմ, որ գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք օգնել են հայերին պահպանելու իրենց անհատականությունը։ Դրանցից մեկը այբուբենն է։ Հայերն առանձնահատուկ են փայփայում իրենց այբուբենն ու մայրենի լեզուն։ Նրանք շատ են սիրում պատմությունն այն մասին, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցը Աստծուց ստացավ հայոց գրերը։ Շուտով թարգմանվում է առաջին հայերեն գիրքը, որն իհարկե Աստվածաշունչն էր։ Աստվածաշնչին հաջորդում են բազմաթիվ այլ ձեռագրեր։ Գրավոր խոսքը, գրականությունը, խթանում է մարդու զարգացումը, նպաստում նրա գիտակցության ամրապնդմանը։ Այն իրոք հնարավորություն է տալիս մարդուն հասնելու մտքի, հոգու եւ սրտի ներդաշնակության։ Հայոց պատմական մատյանները գրված 5-ից 8-րդ դարերում պատմագիտության դասական արժեքներ են, որոնք հիմնավորապես բնութագրում են հայ ազգին։ Հայերի ու նրանց դավանած քրիստոնեության համար մեծ փորձություն էր զրադաշտ պարսիկների հարձակումը։ Գլխավոր ճակատամարտում հայերը, որոնց առաջնորդում էր զորավար Վարդան Մամիկոնյանը, պարտություն են կրում։ Այդ պարտությունը, սակայն, համարվել է եւ մինչ օրս համարվում է հաղթանակ։ 451 թվականին Ավարայրի ճակատամարտում պարսիկ զավթիչների դեմ կռվելիս հայերը անօրինակ հերոսություն ցուցաբերեցին։ Ճակատամարտի հիմնական նշանակությունն այն էր, որ այն սերունդների համար հանուն հայրենիքի եւ հանուն հավատքի կռվելու ու նահատակվելու հերոսական օրինակ դարձավ։ Մեր հասարակության համար անհատականությունն ու ինքնությունը սովորական բառեր են։ Դրանց մասին մենք խոսում ենք անփութորեն, սակայն երբ խորանում ենք, պարզվում է, որ բոլոր ազգային պատերազմները տեղի են ունեցել հենց այդ ինքնությունը պահպանելու համար։ Հայերը պարզապես չէին հանձնվում։ Նրանք որոշ չափով նման էին այսօրվա վիետնամցիներին, որոնք անընդհատ պայքարում են արևմուտքի դեմ։ Հայերը կռվում էին առանց նահանջելու, մինչև վերջ, մինչև հակառակորդը թողներ հեռանար։ 5-րդ դարի կեսին պարսիկները դադարում են պայքարել։ Հայերը մնում են քրիստոնյա։ Կարող ենք հայ ժողովրդի հավատքը նույնացնել։ Կարող ենք հայ ժողովրդի հավատքի ամրությունը նույնացնել եկեղեցու հիմքերի ամրության հետ։ Այդ հիմքերի վրա է կառուցվել հայ ազգի հավատարմությունը Քրիստոսին, որն ասում է ժայռի վրա կառուցիր քո հավատը, որ ոչ մի փոթորիկ չսասանի այն։ Հայաստանում քրիստոնեությունը վերջնականապես հաստատվում է 5-րդ դարում, երբ աստվածաբանական տարաձայնությունների հետևանքով հայկական եկեղեցին առանձնանում է արևմտյան, հռոմեական եւ հունական եկեղեցիներից։ Հայերի համար դա նշանակում էր, որ իրենց եկեղեցին ազգային եկեղեցի է եւ այլևս ավելի մեծ էկումենիկ եկեղեցու մաս չէ։ Մինչ օրս հայ եկեղեցին անկախ է եւ իր վրա այլ եկեղեցու իշխանություն չի ճանաչում։
Հայերը ձեռք են բերում կրոնական անկախություն, բայց չունեին քաղաքական միասնականություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ երբեմն տարվա 9 ամիսը ձյուն էր տեղում, եւ իրարից 10 մղոն հեռավորության վրա գտնվող երկու գյուղեր տարվա մեծ մասը չէին կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Այս հանգամանքը նպաստում էր բազմաթիվ բարբառների, սովորույթների առաջացմանը, բայց ոչ երբեք կենտրոնացված պետության ստեղծմանը։ Որքան էլ զարմանալի է, ոչ թե միասնությունը, այլ հենց մասնատվածությունն էր հայերի գոյատևման պատճառը։ Եթե նրանք ունենային միասնական թագավորություն, զավթիչները կգրավեին այն, եւ ամբողջ Հայաստանը կվերանար։ Բայց Հայաստանը տրոհված էր բազմաթիվ առանձին իշխանությունների։ Թշնամին գրավում էր մի իշխանությունը, այնինչ մյուսները նրա տիրապետությունից դուրս էին մնում։ Բայց դարեր հետո հայերը նորից պիտի կանգնեին բնաջնջման վտանգի առաջ։ Յոթերորդ դարում ձևավորվում է նոր կրոն՝ իսլամը, որը տարածվում է մերձավոր արևելքում եւ հայկական բարձրավանդակում։ Իսլամի օրենքի հետևորդները, մուսուլմանները, պետք է հանդուրժողական լինեին քրիստոնյաների եւ հրեաների նկատմամբ եւ չփորձեին դավանափոխ անել նրանց, բայց մուսուլմանները հիմնականում անտեսում էին այդ պատվիրանը։ Անկասկած շատերն են դավանափոխ եղել, մենք տեղեկություններ չունենք նրանց մասին, քանի որ եկեղեցին լքելու դեպքում նրանք հեռացվում էին նաև համայնքից, իսկ մարդկանց մասին տվյալներ պահվում էին միայն համայնքներում։ Ժամանակի ընթացքում Հայաստանի հարևան երկրներից շատերն ընդունում են մուսուլմանություն, իսկ հայերը դիմակայում են։ Դիմակայում են գերազանցապես քրիստոնեության նկատմամբ ունեցած հավատարմության շնորհիվ, բայց կային նաև այլ պատճառներ։ Քրիստոնյա հայերը կարողացան դիմադրել դավանափոխ լինելու ճնշմանը, քանի որ հայ հասարակությանը առաջնորդում էր ազնվական խավը, որը մարտնչող եւ հերոսական ոգի ուներ։ Հայ ազնվականների գլխավոր նպատակն էր դիմադրել նվաճման եւ դավանափոխության փորձերին։ Այնուամենայնիվ մուսուլմանական մշակույթի եւ ավանդույթների որոշ տարրեր թափանցում են հայ մարդու կյանք։ Քանդակներում եւ նկարազարդումներում նկատում ենք, որ հայերը ավելի հաճախ կրել են արևելյան քավթաններ եւ մեծ չալմաներ, քան արևմտյան կամ այլ տեսակի զգեստներ։ Այսպիսով հայերի արտաքին տեսքը նմանվել է մուսուլմանականին կամ արևելյանին։ Հազարամյակի վերջում տարածաշրջանի համատարած մուսուլմանացման հետևանքով Հայաստանը դառնում է մի փոքր քրիստոնեական կղզի իսլամական ծովում։ Ճիշտ նույն ժամանակաշրջանում Հայաստանը ենթարկվում է մի շարք մեծածավալ հարձակումների։ Նախ արևելքից գրոհում են սելջուկ թուրքերը, որոնք նոր էին ընդունել իսլամը։ Փորձառու զորավարների առաջնորդությամբ նրանք հարձակվում են քաղաքների վրա, սպանում, թալանում եւ տեղահան են անում հայերին։ Տառապանքի օրեր եկան մեզ համար, ավեր ու փորձանք տեսանք անհամար, մեր հաղթական փառքը մեր ձեռքից գնաց, տկարացանք, մեր մեջ էլ շունչ չմնաց, պարտվեցինք մահից, հուսալքվեցինք, մենք մեր վշտի մեջ մենակ մնացինք, խմբերով գնում էինք դեպի վախճան, ամոքվելու փորձերն անիմաստ դարձան։ Սելջուկ թուրքերը, հետո նաև մյուս թուրքական ցեղերը Հայաստան են տեղափոխվում ամբողջ տոհմերով, ընտանիքներով, կանանց ու երեխաների հետ, իրենց հոտերով, ողջ ունեցվածքով։ Հաստատվում են հայկական հողերում, որոնք դառնում են նրանց հիմնական բնակավայրը։ Յուրաքանչյուր թշնամական ներխուժում Հայաստան նաև դավանափոխության նոր փորձ էր։ Շատերը նախընտրում են մեռնել, չուրանալով իրենց հավատը։ 11-ից 15-րդ դարերում Հայաստանի եւ հայերի վրա իրար հաջորդելով գրոհում են օտարերկրյա զավթիչներ։ Սկզբում թուրքական ցեղերը։
հետո պարսիկները, հետո մոնղոլները։ Ամենակատաղի հարձակումը պարտություն չկրած զորավար Լենգ Թեմուրի ասպատակությունն էր։ Նա իր զորքերով հայկական բարձրավանդակ է ներխուժում կենտրոնական Ասիայից։ Լենգ Թեմուրի հարձակումների հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունենում։ Հայաստանում ոչինչ կանգուն չի մնում։ Հայ պատմիչների վկայությամբ քանդվում են մեծ թվով վանքեր, այրվում բազմաթիվ գրադարաններ, գերեվարվում հազարավոր հայեր։ Ստեղծվում է մի կայսրություն, որը սակայն երկար կյանք չի ունենում։ Այդ կայսրությունը Լենգ Թեմուրի կայսրությունն էր, եւ նրա մահը 1402 թվականին դառնում է նաեւ կայսրության վախճանը։ Դաշտերն ավերված էին, քաղաքներն ամայացած, ժողովրդի մի մասն արտաքսվել էր, մի մասը հավատափոխ եղել, բայց հայը կար, հայն ապրում էր։ 15-րդ դարում հայերի համար ի հայտ է գալիս մի նոր ճնշող ուժ՝ Օսմանյան Թուրքիան։ Օսմանական կայսրությունում գործում էր միլլետ կոչվող համակարգը, որն իր բնույթով հանդուրժողական էր, եւ հայերը որոշակի ազատություն են ձեռք բերում։ Միլլետ բառը նշանակում է կրոնական համայնք։ Հայերը, հույները, հրեաներն ունեին իրենց սեփական կառավարությունը, որը ղեկավարվում էր հայրապետի կամ գլխավոր ռավինի կողմից։ Նրանք իրենց օրենքներն ունեին եւ նույնիսկ սահմանադրությունը։ Ճիշտ է, Օսմանյան կայսրությունում մուսուլմանները վերևում էին, իսկ ոչ մուսուլմանները ներքևում, բայց այդ իրավիճակին կարելի էր հարմարվել, քանի որ հավատքի համար մարդիկ հալածանքների չէին ենթարկվում։ Իսլամի տեսանկյունից սուրբ գիրք ունեցող ժողովուրդների նկատմամբ պետք է հանդուրժողական լինեին։ Սրանք էին խաղի կանոնները, եթե չէին խախտվում։ Մեր ցանկությունը ձեր բնակավայրերում խաղաղություն հաստատելն է։ Մեզ ապստամբներ հարկավոր չեն։ Չենք ուզում նաև, որ դուք ուրանաք։ Աղոթեք ինչպես ուզում եք, զբաղվեք ձեր սեփական գործով, ամուսնացեք ում հետ ուզում եք, տոնեք ձեր սուրբ ծնունդը, միայն համեստ, ձեր տարածքում, բայց տարեվերջին մեզ տվեք 10,000 ոսկի։ Շատերը համոզված են, որ Օսմանյան տիրապետության ներքո ապրելն իրականում նպաստել է հայերի գոյատևմանը։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայերը մշակութային, քաղաքական, տնտեսական ձեռքբերումներ ավելի շատ ունեցել են մուսուլմանական, քան քրիստոնյա երկրների տիրապետության օրոք։ Հիմնական պատճառն այն է, որ մուսուլմանական ամեն ինչն այնքան օտար է եղել հայերի համար, որ նրանք համախմբվել են, հակառակ դեպքում հավատափոխ կլինեին, կկորցնեին ազգային դիմագիծը եւ կձուլվեին մուսուլմաններին։ Ինչպես հայերս ենք ասում, մեզ վրա խաչ կքաշվեր։ Օսմանյան տիրապետության տակ հայերն ապրում են շուրջ 500 տարի։ Այդ ընթացքում թուրքերը եւ հայերը փոխադարձաբար յուրացնում են միմյանց մշակույթի որոշ տարրեր։ Չնայած երկու ազգերի միջև հարաբերությունները երբեք ներդաշնակ չեն եղել, Օսմանյան Թուրքիան 19-րդ դարի սկզբին հայերին համարում էր իր կայսրության հավատարիմ քաղաքացիներ։ Հայերը մեծ հաջողության էին հասել առևտրի ոլորտում։ Ունեին իրենց քաղաքական կուսակցությունները։ Հայեր կային նույնիսկ Օսմանյան խորհրդարանում։ Սակայն դարեվերջին կայսրությունը սկսում է թուլանալ եւ հայերը կորցնում են իրենց կայուն կարգավիճակը։ Ավելի ուշ, 1900-ականների սկզբին Օսմանյան կայսրությունում կառավարության գլուխ է անցնում երիտասարդ թուրքեր կոչվող հեղափոխական կուսակցությունը, որի պարագլուխներն էին Էնվերը, Ջեմալը եւ Թալիատ Փաշան։ Մինչև 1908 թվականը երկրի իշխանությունը միություն եւ առաջընթաց կոմիտեի ձեռքում էր։ Նրանք աշխարհիկ էին եւ ծայրահեղ ազգայնական։ Կոմիտեն ցանկանում էր երկրի սահմաններն ընդարձակել դեպի արևելք։ Այս քայլն ակնհայտորեն ուղղված էր Օսմանյան Թուրքիայում եւ ցարական Ռուսաստանի տարածքում բնակվող հայերի դեմ։ Բայց թուրքերն ասում էին, որ ուզում են ստեղծել միասնական ճակատ, որտեղ կմիավորվեն թուրքական բոլոր ցեղերը։ Եվ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան, ինչպես որ ծրագրել էր, հյուսիս-արևելյան ճակատում ռուսների դեմ ռազմական գործողություններ է ծավալում։
Հայերը հայտնվում են ճակատի երկու կողմերում։ Թուրքիայի հայերը համաձայնում են աջակցել Օսմանյան կայսրությանը, իսկ Ռուսաստանի հայերը ռուսական կայսրությանը։ Քանի որ թուրքերի դեմ կռվող ռուսական բանակի կազմում հայեր կային, երիտ թուրքերը մեծ մտավախություն ունեին, որ իրենց կայսրության հայերը կարող են միանալ թշնամի ռուսներին։ Նրանք Թուրքիայի տարածքում սկսում են ոչնչացնել այն ամենը, ինչ համարում են հայկական սպառնալիք։ Անատոլիայի հայերի ամբողջ համայնքը տեղահան է արվում։ Նրանց կամ գնդակահարում էին, կամ քշում անապատ մեռնելու։ Տղամարդկանց հեռացնում էին իրենց բնակավայրերից և մի քանի մղոն հեռավորության վրա որևէ վայրում գնդակահարում։ Իսկ մարմինները թաղում էին նախորոք փորված փոսերում։ Կանանց ու երեխաներին ստիպում էին լեռներով քայլել մինչև անապատ և թողնում էին այնտեղ մեռնելու շոքի ու սովի ճիրաններում։ Թուրք իշխանությունները հայերին ասում էին, որ նրանց նոր բնակավայրեր են տեղափոխում, բայց դա սուտ էր, խաբեություն։ Նրանց պարզապես քշում էին անապատ կոտորելու։ Երբ գլուխս բարձին եմ դնում, որ քնեմ, հիշում եմ ողջ անցյալս։ Հիշում եմ իմ կյանքը 7 տարեկանից սկսած։ Այն ինչ տեսա, այն դաժանությունը, որ կարող էր անել մարդը մարդու նկատմամբ, երբեք չեմ մոռանա։ Այս ոճրագործության մեկ այլ ականատես Լեյսլի Դեվիդսը, որը 1915-ից 17 թվականներին Միացյալ Նահանգների արտաքին գործերի հյուպատոս էր Թուրքիայի նահանգներից մեկում, պատմում է, թե ինչ է տեսել մի լճի մոտակայքում։ Այն ինչ կատարվեց 1915 թվականի ամռանը Չքնաղ Գյոլջուկ լճեափին, անհավատալի է։ Հազարավոր հայերի հիմնականում անմեղ կանանց և անօգնական երեխաների մորթեցին և բարբարոսաբար քառատեցին։ Այսօր թուրքական կառավարությունը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը և լոբինգի միջոցով փորձում է ստիպել այլ երկրների կառավարություններին և լրագրողներին հանդես գալ հօգուտ իրենց։ Երբ մենք հարցազրույց խնդրեցինք թուրքական կառավարությունից, նրանց խոսնակը սկզբում մերժեց, ապա համաձայնեց խոսել միայն եթե իրեն 9 րոպե ուղիղ եթերաժամ տրամադրվի։ Լինել կայացած պետություն ու ազգ և ասել, որ այդ ամենը տեղի չի ունեցել, ցավալի է։ Ցավալի է և վիրավորական։ Դա անարգանք է պատմության նկատմամբ, մարդկային արժանապատվության նկատմամբ և հատկապես հայերի նկատմամբ։ Շատ գիտնականներ հայերի ցեղասպանությունը համարում են անհերքելի փաստ։ Նրանցից մեկը Բրաունի համալսարանի պրոֆեսոր, ծագումով թուրք Էնջին Աքարլին է։ Անհրաժեշտ է ամեն ինչ դիտարկել պատմական համատեքստում, և այդ դեպքում պարզ կդառնա, որ այո, այդ ամենը տեղի է ունեցել։ Այդ ամենը ինչը։ Ցեղասպանությունն իհարկե։ Եթե հայերի ցեղասպանություն ասելով մենք հասկանում ենք բնակչության որոշակի խմբի նպատակադրված ջարդ, ապա հայերի ցեղասպանությունն իրոք տեղի է ունեցել։ Պետք է ընդունել այդ փաստը, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ պայմաններում է այն կատարվել, որն է նրա բարոյական ենթատեքստը։ Եվ ինչ է այն ասում տվյալ ժամանակաշրջանի գերհզոր պետությունների քաղաքականության և տարածաշրջանում գոյություն ունեցող ազգային խնդիրների մասին։ Դժվար է ասել, թե ինչքան հայ է սպանվել, սակայն հաշվարկների մեծամասնության համաձայն այն 600,000-ից 1,5 միլիոնի է հասնում։
Ենթադրենք, թե նահատակված հայերի թիվը ոչ թե 600,000 է, այլ 6,000։ Ինչ է փոխվում դրանից։ Պատասխանատվությունը երկու դեպքում էլ նույնն է։ Մի բան պիտի մեկընդմիշտ հիշենք։ Խնդիրը ոչ թե քանակն է, այլ երևույթը։ Ֆրանսիան եւ Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես ճանաչել են հայերի կոտորածը իբրև ցեղասպանություն։ Շատ երկրներ գտնում են, որ նույնը պետք է անի նաեւ Թուրքիայի կառավարությունը։ Նրանք շահած կլինեն, եթե ասեն, որ այո, սարսափելի ոչիր է տեղի ունեցել, բայց մենք ժամանակակից թուրքերս դրա հետ որևէ կապ չունենք։ Մենք ընդունում ենք, որ մեծ սխալ է տեղի ունեցել եւ հայցում ենք ձեր ներողամտությունը։ Եկեք սկսենք նորից։ Եկեք քայլենք առաջ։ Խոսել եմ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Փորձել եմ համոզել նրանց հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել, որոնց ժամանակ հայերն ու թուրքերը կփոխանակեն հիշողություններ, գուցե նույնիսկ կփորձեն հասկանալ միմյանց վիշտը։ Չեմ հասկանում, ինչու թուրքական կողմը մերժեց առաջարկս։ Թուրքերը կընդունեն, թե չեն ընդունի ցեղասպանության փաստը։ Հայերը մտադրված են առաջ գնալու եւ միասնական ուժերով շենացնելու իրենց երկիրը, կառուցելու իրենց եկեղեցիները։ Հայերն իհարկե շատ ուրախ կլինեն, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Թեև չեմ կարծում, որ Թուրքիայի որոշումը էական ազդեցություն կունենա հայերի առաջընթացի վրա։ Milar kurigi manushik shudok patsi paharikaru. Այս երեխաները 1915 թվականի արտագաղթից հետո Սիրիայում հաստատված հայերի 4-րդ սերունդն են, հայ ժողովրդի կենսունակության վառ ապացույցը։ Տեղահանված հայերը հաստատվում են գրեթե բոլոր մայրցամաքներում ու ստեղծում աննախադեպ մեծ սփյուռք։ Ուրիշի հայրենիքում ապրելը հայերի համար դառնում է սովորական։ Հայերը Սուրբ Երկրում հիմնավորվել են դեռևս 4-րդ դարում։ Այնքան մեծ էր նրանց նվիրվածությունը իրենց հավատքին, որ 7-րդ դարի մի մուսուլման առաջնորդ դրանից ազդված հրաման է տալիս տարածքի 2 բարձրագույն եկեղեցիները տալ հայերին։ Մեկը Սուրբ Հարության եկեղեցին էր, որտեղ Աստվածաշնչի համաձայն թաղվել է Հիսուսը։ Իսկ մյուսը Բեթղեհեմում, Հիսուսի ծննդյան տեղում կառուցված Սուրբ Ծնունդ եկեղեցին։ Մյուս տարածքը, որտեղ հայերը դարեր ի վեր ապրել են, երբեմնի Կիլիկիան է, հարավ-արևելյան Թուրքիայի շրջաններից մեկը։ Այստեղ են հայերը հանդիպել Եվրոպայից Երուսաղեմ արշավող խաչակիրներին։ Կաթոլիկ խաչակիրները Եվրոպայից Սուրբ Երկիր գնալու համար պետք է անցնեին Կիլիկիայի դարպասներով։ Այստեղ նրանք հանդիպում են հայերին։ Կաթոլիկներին չէր մտահոգում, որ հայերը քրիստոնեության բոլորովին այլ ուղղության են դավանում։ Կարևորն այն էր, որ հայերը ուղղափառ չէին եւ հարգալից էին պապի նկատմամբ։ Խաչակիրները բարեկամանում են հայերի հետ, եւ նրանց շնորհիվ հայերը եվրոպական թագ են ստանում եւ հիմնում թագավորություն, որը ճանաչվում է եվրոպական արքայական տների կողմից։ 1199 թվականին 2 հոգու հայոց հայրապետի եւ պապական նվիրակի կողմից Լևոնը թագադրվում է հայոց նորարքա։ Թագավորության մի մասը տնօրինում էին կաթոլիկները, իսկ մյուս մասը հայ ավանդական եկեղեցու հայրերը։ Լևոն արքայի անմիջական ժառանգորդ Լևոն 6-րդի դամբարանը գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի թագավորների դամբարանների կողքին։
Մյուս օտար երկիրը, որտեղ հայերը դարեր շարունակ ապրել են, Իտալիան է։ 1698 թվականին Օսմանյան կայսրությունից Մխիթար անունով մի հայ վանական անջատվում է հայ առաքելական եկեղեցուց եւ հիմնում հայ կաթոլիկների միաբանություն։ Մի քանի տարի անց նա հաստատվում է Վենետիկում եւ մի վանք կառուցում Սուրբ Ղազար կղզում։ Այստեղ 100 տարի անց անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոնը Սուրբ Ղազար կղզու վանականների հետ ուսումնասիրում է հայերեն։ Վանքը գործում է մինչ օրս։ Դեպի օտարափեր հայերի ամենամեծ գաղթերից մեկը տեղի է ունենում 1600-ականների սկզբին, երբ պարսիկ Շահ Աբաս արքան պատերազմում է օսմանյան թուրքերի հետ։ Հայերն անընդհատ ենթարկվում էին թալանչի թուրքերի հարձակումներին։ Դա շահի համար հայերին տեղահան անելու եւ նրանց հարստությանը տիրելու լավ պատրվակ էր։ Շահ Աբասը հայերին քշում է իր պալատին ավելի մոտ, դեպի Ջուղաքաղաքը, իսկ նրանց հետևից թալանում ու քանդում է հայկական քաղաքները։ Armenian people, Հուսահատ ու տխուր, hungry, քաղցած ու մերկ հայերն անցնում են գաղթի ճամփան լերկ։ you endured Հազար հայեր քայլում են գերված, now գերեզման ու գույք, abandon your fathers' օտարին and թողած։ mothers' graves and surrender your homes to others. Շահ Աբասը գիտեր, որ կարող է օգտվել հայերի կապերից եւ հարստությունից, քանի դեռ նրանք ունևոր են եւ ազդեցիկ։ Եվ որպեսի փոխհատուցի տեղահանության վնասները, Շահը հայերի համար մի հեքիաթային քաղաք է կառուցում։ Նրանց բերում են Սպահան մայրաքաղաքը։ Այնուհետև նրանց համար Շահ Աբասը Սպահան գետի երկայնքով մի քաղաք է կառուցում եւ այն անվանում Նոր Ջուղա։ Քաղաքը միայն հայերի համար էր։ Մուսուլմաններին արգելված էր ապրել այնտեղ։ Հայերն ունեին իրենց քաղաքապետը։ Շահը նրանց համար կառուցում է նաև մի տաճար, որը մինչ օրս կանգուն է։ Տաճարի ճարտարապետներից շատերը հայեր էին, բայց զավեշտականն այն է, որ շինարարները պարսիկներ էին։ Հայոց պատմության մեջ սա միակ դեպքն է, երբ մուսուլման արքան, մուսուլման շինարարները հայկական եկեղեցի են կառուցում։ Հայերի հարուստ համայնքը մինչ օրս ապրում է ժամանակակից Իրանի այս տարածքում։ Գուցե հայերին հաջողվել է հայ մնալ այն պատճառով, որ նրանք երկու կյանքով ապրելու կարողություն են ունեցել։ Ընդունել են օտար երկրի բարքերը, միևնույն ժամանակ պահպանել իրենցը։ Հայերի գոյատևման գաղտնիքը երկու մարդ դառնալու կարողությունն է։ Նրանց միշտ հաջողվել է հայ մնալ, պահպանել, այնուհետև իրենց երեխաներին փոխանցել այն ամենը, ինչ հայկական է։ Միաժամանակ նրանք եղել են նաև իտալացի, ամերիկացի, տաջիկ, իրանցի։ Հայը ամեն տեղ կարողացել է ինքնահաստատվել, անկախ նրանից օտար երկրում հայտնվել է իր կամքով, որովհետև ինքն է այդպես որոշել, թե հարկադրված, որովհետև այլ ընտրություն չի ունեցել։ Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի եւ Սովետական Միության 70 տարբեր համայնքներում ճանապարհորդելու ժամանակ մի աննկարագրելի զգացողություն ունեի։ Շուրջս ամեն ինչ հայկական էր թվում։ Դա լեզուն չէր, այլ ինչ որ ուրիշ բան։ Օտարերկրացի հայերը, եթե նկատել եք, վերցնում են իրենց բնակության վայրի որոշ սովորույթներ ու բարքեր, նմանվում այդ երկրի բնակիչներին։ Սովետական Հայաստանում հայերը, հայ լինելով հանդերձ, նաև կարգապահ սովետական քաղաքացիներ էին։ Իտալաբնակ հայերը, օրինակ, իտալացիների նման շատ արագ են խոսում։ Նրանք մի քիչ ցուցամոլ են, էլեգանտ եւ գունագեղ հագուստներ են կրում։ Նույնը Արևելքում, Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ռումինիայի հայերն, օրինակ, առանձնանում են իրենց եռանդուն խառնվածքով։ Ես հանդիպել եմ նաև հարավ-ամերիկացի արգենտինաբնակ հայերի։ Նրանք նույնպես բավական ցուցամոլ են եւ շատ են սիրում երաժշտություն, երգել, պարել եւ նման բաներ։ Եվ այսպես շարունակ։
Հայերը ուր էլ որ լինեն, ուր էլ որ գնան, ստեղծում են իրենց Հայաստանը։ Ասեմ մի օրինակ, Հարավային Աֆրիկայում մենակ ապրում է մի հայ։ Շրջապատում ոչ մի ուրիշ հայ չկա, բայց նա հայկական եկեղեցի է կառուցել։ Հայկական եկեղեցի, ինչ որ անհայտ մի վայրում։ Երբ երկու հայ հանդիպում են աշխարհի մի անկյունում, տեսեք, որ նոր Հայաստան չստեղծեն։ Վիլյամ Սարոյան, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ հայեր մնում են անօթևան, հազարավորները որ փանում։ Իսկ շատերն էլ Օսմանյան կայսրությունից աքսորվելով լքված մնում են անապատում։ Սիրիայի անապատում ինչ որ առանձնահատուկ մի բան կա։ Ինչ որ բան, որը նրան խորհրդավոր է դարձնում։ Հայերին այստեղ դեպի ամայություն են քշել Անատոլիայի բերրի շրջաններից, ընկուզենիներով, ջրհորներով եւ աղբյուրներով հարուստ գյուղերից։ Այդ առանձնահատուկ ամայությունը 1915 թվականի կոտորածների եւ տեղահանության ավարտն է խորհրդանշում։ Հայերից շատերը հաստատվում են հեռավոր ափերում, իսկ ոմանք փորձում են որքան հնարավոր է մոտ մնալ մայր երկրին։ 1918-ից 1920 թվականին կազմավորվում է Հայաստանի Հանրապետությունը։ Առաջին անկախ պետությունը 500 տարիների ընթացքում։ Ցավոք հանրապետությունը մահվան երկիր էր, սովի, համաճարակի երկիր։ Հայաստանը երկակի հարձակումների խաչմերուկում էր։ Մի կողմից Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրք ազգայնական զորքերն էին, մյուս կողմից հյուսիսից գրոհող Կարմիր բանակը։ 1920 թվականի դեկտեմբերին Երևանում կազմավորվում է Հայաստանի Սովետական Հանրապետությունը։ Փախստականների մի երկիր, որի բնակչությունը 1 միլիոն էր։ Իսկ Երևանը, ներկայիս Հայաստանի մայրաքաղաքը, ուներ ընդամենը մի քանի տասնյակ հազար բնակչություն։ Անհրաժեշտ էր անհապաղ վերականգնել երկիրը։ Հազարին 1920-ականները մի ժամանակաշրջան էին, երբ Հայաստանի նոր կառավարությունը կարողանում է ոտքի հանել երկրի տնտեսությունը։ Աշխարհի տարբեր անկյուններում, մերձավոր արևելքում Սովետական միության տարբեր ծայրերում սփռված հայերին միավորել իր երկրում։ Հետզհետե, երբ վարչակարգը սկսում է կայունանալ, Ստալինը սկսում է նոր քաղաքականություն։ Գյուղատնտեսության կոլեկտիվացում, որը բոլորովին գյուղացիների սրտով չէր, եւ երկրի հարկադիր ինդուստրացում։ Հայերի եւ ամբողջ սովետական ժողովրդի նկատմամբ պետության վարած բռնատիրական քաղաքականության զոհ են դառնում հազարավոր մարդիկ։ Արևմուտքի հետ կապը խիստ սահմանափակ էր։ Սովետական կառավարությանը քննադատելն անհնար։ Արգելված էր ազգային հայրենասիրական որևէ արտահայտություն։ Իլերումն այս ամենի սովետական իշխանությունը նախաձեռնում է մեծածավալ կրոնական հալածանքներ։ Փակվում են հայկական եկեղեցիները, արգելվում պատարակները։ Միայն Էջմիածնի Մայր տաճարին եւ սակավաթիվ այլ եկեղեցիների է թույլատրվում սահմանափակ գործունեություն։ Այնուամենայնիվ, հայերը հարմարվում են սովետական կարգերին եւ դառնում սովետական միության ամենահավատարիմ ժողովուրդներից մեկը։ Սովետական Հայաստանը դառնում է աշխարհասփյուր հայության կենտրոնը։ Բեմադրվում են հայկական օպերաներ, լույս են տեսնում թերթեր, տպագրվում են պատմության մեջ ամենամեծ թվով հայերեն գրքեր։ Տարածվում է հայկական կրթությունը եւ հիմնվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, զարգանում հայկական գիտահետազոտական միտքը։ Այո, սա վերածնունդ էր բոլոր իմաստներով, որը սակայն, ինչպես միշտ վերահսկվում էր, այս անգամ արդեն սովետական միապետության կողմից։
Վարչակարգի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Հայաստանը գյուղատնտեսական երկրից դարձավ արդյունաբերական, որտեղ բնակչության միայն 20%-ն էր զբաղվում հողագործությամբ։ Դա հիմնովին եւ ընդմիշտ վերափոխեց հայերի հասարակական կյանքը։ But in 1991, 1991 թվականին փլուզվում են խորհրդային կարգերը and with it, եւ ծնվում է նոր անկախ Հայաստանը։ was born. Սկզբում հայերը մեծ լավատեսությամբ էին համակված։ Նրանք հույս ունեին, որ կարող են հսկայական ձեռքբերումներ ունենալ եւ որ Հայաստանը տնտեսական առումով կդառնա Կովկասի Հոնգ-Կոնգը։ But this has not happened. Սակայն հայ ժողովրդի սպասումները չիրականացան։ With its neighbors, Հարևան երկրների հետ հակամարտության հետևանքով Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ։ Այսօր Հայաստանում բնակչության կենսամակարդակը շատ ցածր է։ Կիսավեր տնտեսություն, գործազուրկ մարդիկ։ Մի անգամ, երբ ընկերներիս ասացի, դուք արդեն անկախ եք, ազատ, ունեք ձեր ժողովրդավարական երկիր առանց որևէ իշխանության, նրանք պատասխանեցին, ո՞րն է մեր անկախությունը։ Հիմա էլ կախված ենք ջերմությունից, կախված ենք լույսից, աշխատանքից։ Դա ինչ անկախություն է։ Հայերի առօրյա կյանքը դժվարացել է, ամենուր ծաղկում է կաշառակերությունը։ Բոլորը գիտեն, որ բոլորը գողանում են։ Այլևս չկա միասնական ուժերով դժվարությունները հաղթահարելու ոգևորություն։ Մասնատվածությունն ու միայնակությունը նորից ծանրացել են հայերի ինքնագիտակցության վրա։ Քանի որ Հայաստանը անցում այն շրջանում է գտնվում, Since Armenia is in a period of Անցման շրջանում գտնվող Հայաստանի համար ամենամեծ խոչընդոտը, որ պիտի հաղթահարվի, հին մտածելակերպն է։ needs to be done. Կարծում եմ, որ լավագույն միջոցը բարեփոխումներն են, թափանցիկ քաղաքականությունը, աշխարհի առաջ բաց լինելը եւ քաղաքակիրթ ազգերի փորձի օգտագործումը։ I think Armenia and Armenians everywhere are really impatient. Կարծում եմ մենք հայերս, ինչպես միշտ դարձյալ անհամբեր ենք։ The status and Հավանաբար դա նրանից է, որ անկախությանը երկար ենք սպասել։ for very short Անկախ հայրենիքը մեր երազների երկիրն էր։ Միշտ արկա մեր երգերում, մեր գրվածքներում։ it's been in our heads for, in songs and stories forever. And so we want it. Եվ ուզում ենք այն ունենալ հենց վաղը, չէ, երեք, վաղը հանկարծ ուշ կլինի։ Հայաստանը դարձյալ պատմության խաչմերուկում է։ Ապագան անորոշ է։ Բայց եթե հայերը կարողանան օգտագործել անցյալի դասերը, ապա անպայման կկարողանան դիմակայել եւ հաղթահարել դժվարությունները, ինչպես արել են միշտ։ Կկարողանան ստեղծել հզոր բանակ, հաստատել ճկուն հարաբերություններ հարևանների հետ եւ կառուցել իրենց ապագան։ This is Nagorno-Karabakh. Սա Լեռնային Ղարաբաղն է։ Մարս, որը 1992 թվականից ի վեր ղեկավարում է հայկական ազգային կառավարությունը։ But this area is Բայց այս տարածքը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Այն գտնվում է Ադրբեջանի սահմաններում։ Երկու պետությունները վիճաբանում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության համար եւ պատերազմում։ The Armenian people associate Karabakh Ղարաբաղը ազատության եւ անկախության համար հայերի դարավոր պայքարի մարմնավորումն է։ every nation has a similar Կարծում եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի այդպիսի խորհրդանիշ։ Հայերի համար դա Ղարաբաղն է։ Նախքան խորհրդային միության փլուզումը 1988 թվականի սկզբին Ղարաբաղի հայերը, որոնք ադրբեջանցիների կողմից ազգային խտրականության էին ենթարկվում, քաղաքական ցույցեր են կազմակերպում եւ պահանջում Ղարաբաղը միացնել Հայաստանին։ Ցույցերին ադրբեջանցիները պատասխանում են բռնությամբ։ Դժվար է ասել, թե ով առաջինը կրակեց, բայց երբ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտարարեցին, որ անկախություն են պահանջում, ադրբեջանցիները հզոր ռազմական գործողություններ ծավալեցին, սկսվեց պատերազմ։
short time later, Խորհրդային միության փլուզումից քիչ անց Լեռնային Ղարաբաղի հայերը որոշում են ինքնուրույն կերտել իրենց երկրի ապագան եւ հանրաքվեի համաձայն Ղարաբաղը հայտարարվում է Հայաստանի մաս։ a series of battles. Սրան հետևում է կատաղի մարտերի ու աղետալի բախումների մի նոր շարք։ By 1992, 1992 թվականին հայերին հաջողվում է ադրբեջանցիներին հետ մղել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև բուֆերային հսկագոտուց։ each country has Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն իրենցը համարելու փաստարկներ ունեն։ Ադրբեջանցիները պնդում են, որ Ղարաբաղն իրենցն է, քանի որ այն Ադրբեջանի տարածքում է, եւ իրենց նախնիների, կովկասյան ալբանացիների պատմական հայրենիքն է։ The Armenian position Հայերը հիմնվում են այն փաստի վրա, որ հայ ազգաբնակչությունը դարեր ի վեր կազմում է Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը։ to them. Բացի այդ, այն վաղուց ի վեր իրենց պատմական հայրենիքի մի մասն է։ Part of their homeland. Although a ceasefire was reached in 1994 թվականին զինադադար է հայտարարվում։ Պատերազմող կողմերը տասնյակ հազարավոր զոհեր են տվել եւ 100 հազարավոր փախստականներ։ Հարցի լուծումն ավելի է դժվարացել, քանի որ պատերազմող կողմերն ունեն հավասար զոհեր։ Չկա ճիշտ ու սխալ, սպիտակ ու սև, եւ յուրաքանչյուր կողմը հավասարապես պատասխանատու է կատարվածի համար։ Պատերազմը այսօր այս փուլում է։ This man Անաստաս անունով այս հայ հողագործը ապրում է Ոսկեպար գյուղում։ village of Vaskebar. Նա ասում է, որ իր 20 տարվա լավագույն ընկերը ադրբեջանցի էր եւ 10 տարի առաջ, երբ սկսվեց պատերազմը, դարձավ գաղթական։ Villages destroyed. Ավերված գյուղերը սպասում են վերականգնվելու։ Families. Ընտանիքները ցիրուցան են եղել եւ փորձում են ամեն ինչ սկսել նորից։ There are victims. Երկու կողմերից էլ զոհեր ու տուժածներ կան։ Anastas meanwhile. Իսկ Անաստասն ուզում է, says որ he իր just ընկերը wants his վերադառնա։ friend back. Armenians have survived for nearly 3 Հայերն millennia. ապրում են շուրջ 3000-ամյակ։ Հետաքրքիր է, ինչով է նման այսօրվա հայը 3000 տարի առաջ ապրող հային։ Ինչպես գիտենք, քաղաքակրթությունը զարգանում է։ Օրինակ, մեծ տարբերություն կա մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի հույների եւ Պելոպոնեսյան թերակղզում այսօր ապրող հույների միջև։ Եթե ուսումնասիրելու լինենք Արևելյան Անատոլիայի բարձրավանդակի եւ հովիտների կամ էլ հարավային Անատոլիայում բնակվող հայերին, կտեսնենք, որ 2500 տարվա ընթացքում նրանց մշակույթները տարբեր զարգացումներ են ապրել։ Հայերը սերնդեսերունդ փոխանցել են այն գաղափարը, որ իրենք ինքնատիպ ժողովուրդ են, որ իրենք առաջին քրիստոնյա ժողովուրդն են, գալիս են դարերի խորքից, ունեն նկարելու, շենքեր կառուցելու ինքնատիպ ոճ եւ քրիստոնեական հավատքի յուրօրինակ ընկալու։ Այս ամենը գենետիկական չէ, մեր արյան մեջ չէ, այլ մեր զգայարաններում։ Հայերը մի ժողովուրդ են, որ դարեր շարունակ ապրել են առանց պետականության, ինչպես եւ հրեաները։ Առանց պետականության ապրելու կարողությունը դարձել է ավանդույթ։ Ավանդույթ, որին հետևելով էլ հայերը կարողացել են գոյատևել։ Trying to define those similarities. Սփյուռքահայության եւ հայրենիքում ապրող հայերի նմանություններն ու տարբերությունները համադրելով կարող ենք ուրվագծել, թե որն է բուն հայկականը։ Այն միշտ նույնը չէ։ Ինձ թվում է, որ դա նախ եւ առաջ իրար օգնելու, սատար լինելու պահանջն է։ Մենք միշտ փորձում ենք գտնել որևէ ընդհանրություն։ Դա կարող է լինել լեզուն, սնունդը, որևէ մեղեդի, ինչ որ մանրուք, կապող մի բան։ Ինչու ենք ընդհանրություններ որոնում, որովհետև դա է մեզ միացնում, առաջ տանում, որովհետև ուրիշ ոչինչ չկա։ Մարդը բանական էակ է եւ չի կարող ապրել մեկուսացած առանց շփումների, առանց յուրայինների խմբի։ Իսկ այդ խումբը ձևավորվում է, երբ միասին պատմական նույն ճանապարհն են անցնում։
Եվ կարևոր է դառնում ոչ միայն անհատի, այլ ամբողջ խմբի գոյատևումը։ Հայը մեծ պատասխանատվության զգացում ունի, որովհետև նրա արմատները խորն են, նրա անցած ճանապարհը երկար։ Մենք մեր մշակույթի 2500 տարիների միջով հասցրել ենք այսօրվան եւ կանգնելու միտք չունենք։ 20-րդ դարում ես կասեի հատկապես նրա երկրորդ կեսին հայերս մեծ վերածնունդ ապրեցինք եւ շարունակելու ենք առաջ գնալ։ Դրսում հայերս միշտ այնպես ենք զգում, կարծես 3000 տարվա հնություն ունեցող շղթայի մի օղակն ենք, եւ մեզանից է կախված կփոկվի այդ շղթան, թե ոչ։ Ով պետք է մեր երեխաներին հայերեն սովորեցնի, եթե ոչ մենք։ Ով պետք է պահի հայկական ավանդույթները, եթե ոչ մենք։ Հայաստան կոչվող երկիրը հեռու է։ Մյուս կողմից չի լինի հայություն, չեն ծնվի հայկական ավանդույթները կրող երեխաներ, եթե չլինի Հայաստան երկիրը։ Եվ դրա համար ես եմ պատասխանատու։ Երազիս մեջ երկնքից բաց մի ձայն պատմում է ինձ կամաց, թե ինչու են մանկուն քայի ծնվում այդքան հրաշալի, ոտքերն արդար դնում հողին, այնպես պաշտում են ծնողին ու փայփայում են հարսներին, եւ ինչու են հայ օջախում մարդիկ իրար այնպես պաշտում, կարծես մտքում միշտ վախենան, չլինի թե անհետանան։ Հայը չի կարող ծիծաղել այնպես, ինչպես որ այլոք, անհոգ մանկան պես։ Հայի ծիծաղում կա դրոշմի պես մահից փրկվածի թախիծը ասես։ Ֆիլմի հայերեն օրինակը պատրաստել են Եվա Դավթյանը, Հերմինե Ստեփանյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Խարատյանը։ Կարդացին Դավիթ Հակոբյանը եւ Նունե Թորոսյանը։ Շողակաթ հեռուստաընկերություն 2005 թվական։